Ինչպես ասում ենք, վարչապետը ներողություն է խնդրում, բայց իշխանական լրատվամիջոցները շարունակում են արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնել, չգիտեմ ինչ-որ այսպես գրառումներ են նորից թարմացնում եւ այլն, երբ վարչապետը ներողություն է խնդրել, ինչու է իշխանական լրատվամիջոցը նորից արցախցիների նկատմամբ այսպես ատելություն գեներացնում։ Եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ օրը չեմ հիշի, բայց ներառականության մասով շատ մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանությանը եւ այնտեղ մեծաքանակ մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին եւ արդեն բնակություն էին հաստատել Հայաստանի Հանրապետություն եւ օգտվում էին այն սոցիալական ծրագրերից, որոնք առաջարկում է հենց կառավարությունը եւ այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ առհասարակ վարած քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհակառակը հոգատարություն եւ մեծ խնամք եւ մեծ ցանկություն աջակցելու եւ հետեւաբար խնդրում եմ այլևս չփորձել այնպես մեկնաբանել, որ տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ կարող է որևէ կետում ատելություն գեներացվել, ընդհակառակը կառավարության բոլոր ծրագրերը միտված են հոգատարության ու խնամքի դրսևորմանը։ Բացեք ծանոթացեք կառավարության ծրագիրը վարչապետի մակարդակով խրախուսվում է։ Մենք տեսել ենք, չէ՞, մարդիկ ինչպես են ցեղասպանությունից այսպես ասած փախել եկել, փրկվել, փախել չէ, ներողություն, բռնի տեղահանվել։ Ու այդ մարդկանց երբ որ ասում են փախածները, բռնի տեղահանված անձանց հետ կապված այսօր կան եւ գործում են բազմաթիվ ծրագրեր եւ այդ ծրագրերը իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը։ Եւ եթե չլիներ, դե հիմա ես իրականության հետ դա կապ չունի, մարդիկ չեն։ Դուք նույն երևույթի մասին եք խոսում։ Ուզում եմ ասել, ես չեմ մեկնաբանել։